իրենք կառավարում են այդ ուժերը եւ օգտագործում են այս կամ այն նպատակով։ Մեր շատ սիրելի դիցեր, սիրունը եւ գեղեցիկը։ Տարեկացին, սա մեր վերջին ճշտումներն են, 6 տարի եւ 5 ամիս ճգնել են։ Վահագնը ամեն մեկին չէր հանդիպում եւ չէր էլ հանդիպի։ Ինչպես Արարիչը, այնպես էլ Սուրբ Սրբոց երկնային Տեր տիրուհիները, այնպես էլ դիցերը խոսում են հայերեն։ Դա կարող է այդ որ Վագինիա է ստացվում։ Իհարկե։ Այդ դա պահպանվել է, ինչն են ավերելով գնացել։ Դպրությունը։ Ամբողջը։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Ուշագրավ վիճակագրություն, մեր հաղորդումները դիտողների մոտ 75%-ը բաժանորդագրված չէ մեր ալիքին։ Մինչ դուք բաժանորդագրվում եք, ես մեծ սիրով ներկայացնում եմ տիեզերքի հարցերով մեր արդեն ճանաչված եւ սիրելի վերլուծաբաններին՝ Լիլիթ Մարգարյան, Գոհար Գրիգորյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հերթական անգամ բարով եք եկել եւ ինչ ունենք արդեն 4-րդ հաղորդումից հետո։ 4-րդ հաղորդումից հետո մի փոքր ամփոփում երևի կկատարենք։ Սկսենք մեր խնդրանքից համազգային, որը մեր կարծիքով շատ նույնիսկ անսպասելի բարեհաջող արդյունքներ ցույց տվեց։ Եթե առաջին խնդրանքին մասնակցել էր ամբողջ աշխարհից 129,000 հայ, ապա երկրորդին թեև ուշացումներով, մի փոքր տարբեր ժամերի մարդիկ ուշ են տեղեկացել եւ այլն, այնուամենայնիվ հարկ են համարել մասնակցել։ Մասնակցել է 158,500 հոգի։ Հիշեցնենք համազգային աղոթք։ Այո։ Աղոթքի աղոթք չասենք, խնդրանքի տեքստը ում ծանոթ է, շատ լավ գիտեն ինչի վերաբերյալ է մեր խնդրանքը։ Եվ որևէ առարկություն որևէ մեկի կողմից չենք կարծում, որ կարող է։ Դե դուք հրապարակային հնչեցրեցիք, մարդիկ գրի են առել ենթադրաբար։ Եվ այս Դե այդքան անգիր հիշելը դժվար էր։ Չէ, իհարկե, ինչ խոսք, կարիք էլ չկա անգիր անելու ի վերջո։ Եթե կգա մի օր դա անգիր կիմանանք, շատ ավելի լավ։ 158,500, այո։ Դա կլորացրած մոտավորապես 189,000-ին էր մոտենում թիվը։ ամբողջ աշխարհով։ Այո։ Տարբեր տեղերից միացել էին։ Լուրջ ցուցանիշ է։ Իհարկե լուրջ ցուցանիշ է, սա փաստում է այն միտքը, որ այս գաղափարները սպասված են, փնտրված են եւ արձագանք գտնում են միանշանակ։ Որպեսզի շարունակական լինի հիշեցում, ովքեր հարմար կգտնեն նորից կմիանան, ամեն երեքշաբթի մենք որոշեցինք համազգային խնդրանքը կրկնել։ Դա մի քանի նպատակ ունի, բոլորը արդարացված են կարծում։ Եվ որպես խնդրանք, դա իրենց երկինք առաքելու իմաստով եւ համախմբման իմաստով եւ նոր մարդկանց ներգրավման իմաստով։ Աղոթքի խնդրանքի մասով այսքանը։ Մեկնաբանություններն են բավականին Մեկնաբանությունների համար անսահման զգացված եւ շնորհակալ ենք։ Դա ես չպիտի որ ասեմ, ցանկացած մարդ կարող է մտնել նայել մեկնաբանությունների 90%-ը հիացական են կամ արձագանքը շատ ջերմ է։ Միթե ձեզ չեն քննադատում գրիթ։ Քննադատում են, իհարկե քննադատում են բոլորովին չհիմնավորված։ Դա քննադատություն չի, դա առարկություն է առանց հիմնավորման, ամենաշատը, այսպես ասած, Բիբլիայից մեջբերմամբ, որը որևէ հիմնավորում չի կարող լինել դրա մեջ։ Մեր աղբյուրը նորից հիշեցնեմ, որպեսզի հասկանալի լինի այս պատճառահետևանքային կապը, երբեք խնդրում եմ մի մոռացեք, սիրելի հետևորդներ կամ ունկնդիրներ ընդհանրապես։ Մենք ինֆորմացիան, գիտելիքները ավելի շուտ ստանում ենք մի մարդու միջոցով, ով մշտապես
հետադարձ կապի մեջ է դիցերի հետ, 5 առնվազն 5 դիցերի հետ, պատահում է 7 հոգի են լինում այդ պահին նրա հետ կապի մեջ, պատահում է նաև մի երկու հոգի պակաս են լինում, բայց հիմնականում 5 հոգին կան, այնպես որ բառերը տարերի ճշգրտությամբ ստուգված, վերլուծված, այս արդիվ եւս մի կարծիքի ուզում եմ արձագանքել, որը տարածում է գտնում ցավոք սրտի։ Շատերն են այն կարծիքին, որ դիցերը ոչ թե էակներ են, այլ արարչի ուժերը, արարչի բնական ուժերը, այսպիսի ձևակերպում են տալիս։ Այսինքն բնության մեջ դրանք պարզապես ուժեր են, ոչ թե կենդանի արարածներ։ Հարգելիներս նման բան գոյություն չունի։ Նրանք օգտագործելու մեծ ընդունակություն ունեն նույն այդ բնության ուժերը, նրանք տնօրինում են բնության ուժերը, իրենք կառավարում են այդ ուժերը եւ օգտագործում են այս կամ այն նպատակով, սկսած արևի էներգիայից մինչեւ մեզ անհայտ շատ էներգիայի ձևեր, տեսակներ, երկրագնդի վրա եղած ուժերը, երևույթները, բնության երևույթները, բոլորը նրանց տնօրինության տակ են գտնվում։ Դրա համար ամեն մեկը ունի իր ոլորտը։ Այնպես որ ինչի մասին է խոսքը։ Այդքան անուն ուժ կարող եք թվարկել, հասկանալ։ Դիցերի մասին այսօր բավական էլի հետաքրքիր բացահայտումներ են լինելու, որքանով ես տեղյակ եմ, բայց մինչ այդ կխնդրեմ ասել, դուք նաև նախորդ հաղորդումների ընթացքում դիմում եք ես աջակցելու խնդրանքով։ Կա արդյոք արձագանք թե ոչ, համեցեք։ Այո, իհարկե կա աջակցություն, որի համար շատ շնորհակալ ենք։ Թեև մարդիկ կամ փոքրիկ գումարներ են ուղարկում հաշվեհամարի վրա, մարդիկ կան դրսից, հա, իդեպ ես հիշեցնեմ մի բան, դրսից արտերկրից հարցնում են շատ, ինչպես կարելի է ուղարկել, հայկական հաշվեհամարի վրա չեն կարողանում փոխանցումներ կատարել, փոխանցման համակարգեր կան, մանիգրամ եւ մանիտուն, որովհետեւ կարելի է փոխանցումներ կատարել։ Եվ իհարկե այնտեղ կա նշված հեռախոսահամար, որով կարելի է կապնվել իմ հետ եւ համաձայնեցնել։ Որպես լրացում Գոհարդյան չեմ կարող չասել, մի քանի մեկնաբանություններում հնչած ոչ միայն մեկնաբանություններում շատ տգեղ արտահայտություններ այս մեր կոչին դրամահավաքի արձագանքներ են եղել, որոնց ուզում եմ պատասխանել ուղղակի։ Հարգելիներս, ճակերտավոր, մենք ձեր գումարի կարիքը չունենք անձնապես այս համազգային նշանակության գործին, եթե դուք գտնում եք մասնակցություն չեք ունենալու, դա ձեր անձնական գործն է, շատ հարգելի, դա ձեր տեսակետն է եւ ոչ ոք ձեզ չի կարող խնդրել, ստիպել։ Դուք հաստատ ձեր ապրելու համար գումար նույնիսկ հետևորդներից մեկը ասեց, ես շատ նորմալ կհամարեի, եթե դուք գումար վաստակեիք սրանով, ասում են, ինչի մասին եք խոսում, թանկագին, ոչ մի գումար մենք չենք վաստակում։ Դրանք այսօրվա հաղորդման բովանդակությանը։ Մի հարցի էլ կուզեի անդրադառնալ։ Մարդիկ շատ են հարցնում, շատերը ինձ անգահարում են եւ գրում են աուտիզմի հետ կապված։ Հարցնում են, թե արդյոք եթե մենք դիմենք երկնային տերտիրուհիներին, աուտիզմը հնարավոր է բուժել, վերականգնել եւ դա ինչ է համարվում, ինչ հիվանդություն է համարվում։ Ես կուզեի խոսել այդ մասին։ Աուտիզմը ինքնին չի համարվում հիվանդություն։ Դա հոգու եւ ֆիզիկական մարմնի խաթարումն է, որը տրվում է ի վերուստ երկնային տերտիրուհիների կողմից որպես պատիժ տվյալ հոգուն եւ նաեւ այն ընտանիքին, որտեղ որ ուղարկվում է տվյալ հոգին։ Եթե սովորական պարագայում հոգին մարմնի հետ ճիշտ համակցում է, այս պահին, այս դեպքում, աուտիզմի դեպքում, երբ հոգին գալիս է, որպեսզի համակցի մարմնի հետ, այդ համակցումը խաթարված է լինում։ Այսինքն նրանք լիարժեք իրար չեն կարողանում կցվել, այսպես կարելի ասել, մոտավորապես, որպեսզի պատկերացում ճիշտ կազմենք այս ամենի մասին։
Սա նախկին կյանքերից ոչ միայն այս կյանքի, այլ նախկին կյանքերի հետ եկած խնդիրներից մեր արած չարածների պատասխանն է, որի դեպքում մենք իհարկե ոչինչ չենք կարող անել, բացի նրանից, որ ամեն օր անընդհատ խնդրենք երկնային Տեր տիրուհիներին, այսինքն այն մարդիկ, ովքեր տառապում են աուտիզմով եւ հատկապես նրանց ծնողները, որովհետեւ այստեղ միայն երեխայի խնդիրը չի, նաեւ ծնողի խնդիրն է, այնպես ուղղակի պատահականորեն չի ուղարկվում նման երեխան տվյալ ընտանիք։ Իրենց մեղքի մեծ բաժինը ունեն նաեւ այդ ծնողները եւ տվյալ կյանքում եւ նախկին կյանքերում։ Ուրեմն ինչ է տեղի ունենում, երբ նրանք կրում են իրենց հասանելիք պատժի չափը, ասենք դա կարող է լինի 10 տարի, մեկի պարագայում, մեկի 20, մյուսին ավելի առավել կամ պակաս, երկնային Տեր տիրուհիների կողմից դիցերի միջամտությամբ իհարկե բերվում է որոշակի ստաբիլ վիճակի, նրա այդ հիվանդություն կոչված այսպես, եթե հիվանդություն անվանենք, եւ այդ ձևով նա ապրում է իր ամբողջ կյանքը մինչեւ վերջ, ուղղակի ստաբիլ հանգիստ վիճակում, ամենաթույլ աուտիկ վիճակում։ Իսկ եթե ոչ, բնականաբար նա այդպես պետք է տառապի այդ վիճակում։ Ուրեմն ինչ կարելի է անել։ Կարելի է, որպեսզի ծնողները անպայման դիմեն երկնային Տեր տիրուհիներին խնդրանքով, որպեսզի գթա նրանց եւ նրանք իհարկե չմոռանան իրենց կյանքը վերանայել, ուղղվել, փոխվել, որպեսզի նրանց խնդրանքն էլ տեղ հասնի։ Կարող են ամեն օր առավոտյան ժամը 8-ին դիմել հենց երեխայի անունը տալ եւ այս խնդրանքով, այս խնդրի համար, որպեսզի օգնական լինեն գոնե որոշակի ստաբիլ վիճակի բերելու իրենց բալիկին։ Սա էլ աուտիզմի հետ կապված։ Եթե երեխան այնքան adekvat է, որ ինքն էլ կարող է մասնակցել այդ խնդրանքին, անպայման երեխան էլ արդեն չափահաս գիտակից տարիքում գերադասելի է, որ երեխան ինքն էլ մասնակցի, որտեղ իր հոգու խնդիրն է դա նաև ավելի կնպաստ։ Եվ Տեր տիրուհիներից Աթինաս Պալազի եւ Արտեմիսեի համատեղ գործառույթն է նրանցով զբաղվելը։ Կարող են անմիջապես նրանց նույնպես դիմել։ Եթե սպառեցինք նախաբանում մինչելիք ասելիքը, գանք արդեն դիցերին, ավելի ճիշտ դրանց շարունակությանը, նախորդ հաղորդումը կիսատ մնաց, դիցերի մասով ամենահետաքրքիրներին անդրադարձանք, բայց կարծես թե դուք տենց անոնս արեցիք ու սպասում ենք, համեցեք, էլ ինչ հայտնագործություններ ու բացահայտումներ ավելի ճիշտ պիտի անենք այսօր դիցերի մասով։ Հուսամ դիցերի մասին այսօրվա տրված ինֆորմացիայից հետո մի փոքր ավելի պարզ կլինի, որ նրանք բնության ուժեր չեն կարող լինել, նրանք կենդանի էակներ են, պարզապես գերհզոր հնարավորություններով։ Գուցե սկսենք եզերքում ծնված առաջին դիցից, մեր հարազատ սիրելի Հայկից, որը Արամազդի եւ Արտեմիսեի որդին է, առաջին ծնված դիցը տիեզերքում։ Հայկը ինչով է առանձնահատուկ։ 20 քաղաքակրթություններից 6-ը իրենց ծրագրով ուրեմն պատկանում են Հայկին։ Քաղաքակրթություններից յուրաքանչյուրը ստեղծվում է որևէ դիցի գրած ծրագրի հիման վրա, այսինքն նախնական կոպիտ ասած մրցույթ է կազմակերպվում, դրվում է քննարկման, որն է առավել նպատակահարմար հերթական քաղաքակրթության հիմնադրման համար, ինչպիսի ծրագիր է նախատեսվում։ Եվ 20-ից 6-ը պատկանում են Հայկին։ Ոչ մի այլ դից չունի նույնիսկ 2 քաղաքակրթության ծրագրի հեղինակային իրավունք, այսպես ասենք։ Իսկ Հայկը ունի 6-ը։ Այսօր Հայկը տնօրինում է երկրագնդի վրա բոլոր լեզուների ստեղծման, պահպանման, գործածման գործառույթը։ Ինչու ենք մենք խոսում հայերեն։ Ավելի շուտ ինչու ենք խոսում մենք արարչական լեզվով։ Երբեմն ասում են աստվածները խոսել են հայերեն։ Ինչպես արարիչը, այնպես էլ Սուրբ Սրբոց երկնային Տեր տիրուհիները, այնպես էլ դիցերը խոսում են հայերեն։
իդեպ արևելա հայերեն, ոչ թե արևմտա։ Մեր այսօրվա։ Այո։ Նու որքանով որ այսօրվա հայերենը պահպանել է իր գրական տարբերակը։ Բնականաբար այնտեղ բարբառներ գոյություն չունեն։ Բառապաշարը նրանց 73400 քանի բառեր, 75000-ի մոտ։ Եվ այդ բառերից ոչ մեկը հոմանիշ կոչվածի հավակնել չի կարող։ Բառերից յուրաքանչյուրը ունի ինքնուրույն իմաստ եւ տիեզերքում եղած ցանկացած երևույթ ունի իր համարժեք բնութագիրը, իրեն համարժեք բառը։ Հետ պարզից պարզ է, որ մենք այդ բառերի մեծ մասին գաղափար անգամ չունենք։ Ինչու ենք մենք խոսում արարչական լեզվով։ Հայերենը կամ արարչական լեզուն 4 միլիոն տարեկան է։ Այսինքն արարիչը հենց սկզբում ինքը մտածել եւ խոսել է հայերեն իր արարած նախ 8 հոգու հետ, հետագայում նաեւ բոլորի հետ։ Նույն կերպ մեր տառերն են ստեղծված այնտեղ եւ իրենց կողմից։ Սա պատասխան նրանց, ովքեր համարում են, որ Մաշտոցը կարող է տառեր ստեղծել։ Ինչ արել, Մեսրոպ Մաշտոցը չի ստեղծել տառեր։ Իհարկե չի ստեղծել։ Նրան տրվել է։ Տրվել է, վերականգնել բերել է։ Չի վերականգնացում դիցերից չէ։ Մի քիչ ավելի պարզ տարբերակով տրվել է Մաշտոցին։ Լավ։ Եվ առաջին անգամ չէր, որ մենք կորցրել ենք գրային համակարգը։ Գրային համակարգը մենք կորցրել ենք սրանից մոտավորապես 9000 տարի առաջ, 2500 տարով մեզնից դա վերցվել է։ Այսինքն առաջին անգամ չեն այս վայրի վերումներն ու կորուստներն ու արժեհամակարգային փլուզումներն ու վերականգնումները։ Միայն մեր քաղաքակրթության ընթացքում եղել մի քանի նահանջի եւ զարգացման փուլեր։ Դրանցից վերջինը մենք վերջինին անդրադարձել ենք որպես քրիստոնեության ընդունում եւ այլն, որի արդյունքում նաեւ գրային համակարգի կորուստ ունեցան մի 100 տարի հետո մեզ վերադարձվեց դա բարեբախտաբար։ Տրվում է լեզուն արարչական այն ժողովրդին, այն երկրի ժողովրդին, ով կրում է տվյալ քաղաքակրթության ծրագիրը գրած դիցի անունը։ Մենք կրում ենք Հայկի անունը, Հայաստան ենք կոչվում, դրա համար մեզ տրված է խոսել այս լեզվով։ Բայց պատկերացրեք 6 քաղաքակրթություն Հայկինն է եղել եւ այստեղ է այնուամենայնիվ եւ գիտական եւ կրթական եւ լեզվական ամբողջ հիմքը մարդկային քաղաքակրթության այստեղ է տրվել եւ զարգացել եւ այստեղից տարածվել։ Մենք բոլոր իրավունքները ունենք, հիմնավոր իրավունքները համարելու մեզ առաջնածին բնիկ որևէ մեկը չի կարող դրան հավակնել բացի մեզնից։ Մեր լեզուն դրա վկայություններից ընդամենը մեկն է։ Այսքանը Հայկի մասին, որը նաև մեր քաղաքակրթության ծրագրի հեղինակն է, ընթացիկ քաղաքակրթության։ Իսկ այդ մնացյալ 6-ը ինչ քաղաքակրթություններ են։ Երկրորդը, 6-րդը, 16-րդը, 19-ը, 20-ը, մեկ էլ 5-րդը, եթե չեմ սխալվում։ Եթե անգամ մեկը շփոթեմ, ներողամիտ կլինեք, գրքում ճշգրիտ կա։ Մենք հետո երբ որ կանդրադառնանք 20-րդ քաղաքակրթությանը, մեր այժմյան քաղաքակրթությանը, դա մի առանցին հաղորդաշարով, որովհետև շատ բան կա ասելու այնտեղ, արդեն մենք այդ բոլորը կնշենք քաղաքակրթության այդ հաղորդման շրջանակներում, ավելի մանրամասնորեն։ Այսինքն ամփոփենք, Հայկը տիեզերքում առաջին դիցն է։ Այո։ Արարչի Այո։ Եվ այն
կապ չունի թե ով կլինի առաջին, то есть տվյալ քաղաքակրթության հիմնադիրը, ասենք թե 21-րդ քաղաքակրթությունը մեզանից հետո ենթադրենք, թե չի լինի հայկը, այլ կլինի օրինակ ռուս անունով դիցը, նրա անունով կկոչվի պետությունը, ազգությունը, կլինի լեզուն ռուսերեն, բայց կխոսեն հայերեն, այսինքն մեր այսօրվա լեզվով։ Պարզապես ինչ է կատարվում այստեղ, ում ծրագիրը ընդունվում է, ումով որ սկսվում է քաղաքակրթությունը, այդպես էլ կոչվում է նրա անունով էլ կոչվում է տվյալ լեզուն։ Կապ չունի, որ կլինի ռուս անունը եւ կանվանվի ռուսերեն, բայց լեզուն կլինի արարչական լեզուն ռուսերեն, այսպես։ Ուղղակի կոչվի ռուսերեն, բայց էլի այս մեր իմացած հայերենը։ Մի քիչ անպատկերացնելի բան եք ասում, բայց օքեյ, թող տենց լինի։ Մենք սկի մեր հայերենն ենք աղավաղում չենք խոսում, ու մնաց այլ քաղաքակրթության մարդիկ խոսում հայերեն։ Ուրեմն հաջորդ դիցը, որի մասին կուզեի խոսել, մեզանում շատ տարածված նախ Աստված բառը, սրա մասին կուզեի խոսել։ Մարդիկ ամենտեղ ասում են Աստված, Աստված եւ դիցերին էլ նույնպես դիմում են Աստվածներ։ Իհարկե, այս հարցը մեզ շատ էր հուզում, մենք դիմեցինք տվյալ անձնավորությանը, որպեսզի կարողանանք պարզել, թե ինչ կա թաքնված այս ամենի տակ, ինչ որ մի նշանակություն պետք է ունենա Աստված բառը, հա, որ այսքան մեծ տարածում եւ գործածում ունի, այո, եթե կա, ուրեմն ինչ որ մի նշանակություն ունի եւ որտեղ է արդյոք պահպանված։ Եվ շատ հետ գնացինք։ Իհարկե, այստեղ նաեւ մեզ օգնեցին մեր պատմաբան ընկերները։ Մեծ ուսումնասիրություններ արեցինք եւ հայտնաբերվեց, որ մեր շումերական սեպագրերում Խալդի եւ Հալդի հետ միասին միշտ նշվում է նրանց կողքին Աստուած, ոչ թե Աստված, ինչպես մենք ենք ասում, այլ Աստուած։ Եվ հա, հետագայում մենք պարզեցինք, դա էլ պարզեցինք, թե արդյոք Աստված, թե այնտեղ ուրիշ տառեր կան։ Եվ դրա արդյունքում պարզվեց, որ ոչ թե Աստված, այլ Աստիուած, Աստիուած եւ ինչ է նշանակում Աստիուած։ Աստիուածը դից է, որի անունը պահպանվել հասել է մեզ եւ Արտեմիսեի եւ երկնային տեր Արամազդի եւ տիրուհի Արտեմիսեի որդին է։ Ինչու է հատկապես նրա անունը այսքան տարածում գտել եւ կապնվել մնացել մինչ մեր օրերը։ Որովհետև Աստիուածը մեր բոլորի կողմից սիրված այն դիցն է եղել, միջնորդ կապը մնացած դիցերի, հիմա նրանց գործառույթներին երբ որ կանդրադառնանք, արդեն հասկանալի կլինի ինչի մասին է խոսքը, մնացած դիցերի եւ երկնային տեր տիրուհիների միջև։ Երբ որ մենք ինչ որ հարց ենք ունեցել, խնդրանք ենք ունեցել, այդ ժամանակներում մենք դիմել ենք Աստիուածին։ Դրա համար էլ միջև հիմա մնացել է եւ մենք Աստծուն ենք դիմում, Աստվածին ենք դիմում։ Պարզապես մի քիչ փոփոխությունների ենթարկված։ Թող իմանան մարդիկ, որ դա մեր շատ սիրելի դից Աստիուածի մասին է խոսքը։ Լրացնեմ Աստիուածի գործառույթներից ամենակարևորը եղել է համակարգողի դերը։ Մնացած դիցերի եւ ժողովրդի քրմերի հետ հանդիպումների կազմակերպիչը եղել է Աստիուածը։ Դրա համար նրա անունը դրվել է բոլոր դիցերի կողքին։ Ժողովրդի մոտ ոնց որ առաջին արձագանքը, որ Աստիուածը կկազմակերպի այսինչ բանը, այսինչ դիցի հետ հանդիպում եւ այլն, նրա հետ հարաբերությունները շատ եղել են ջերմ, անմիջական, ամենատարածված անվանումը այդ պատճառով եղել է Աստիուածը։ Եվ պատահական չի, որ այդ բառը չի պահպանվել մնացած լեզուներում։ Ցանկացած այլ լեզուներում Աստված բառը ունի ինչ-որ համարժեք, բայց մենք ենք միայն այդ բառը կիրառում։ Եվ շատ ավելի մի կարևոր բան, որ վերաբերվում է Աստիուածին,
չեն ուզում պնդել դա, բայց այսպիսի մի հավանական տեսակետ մենք հասկացանք, որ այն, որ քրիստոնեության շրջանում խնդրանքները հասել են տեղ, դա նաև այն պատճառով, որ օգտագործվել է Աստված բառը։ Անարձագանք չի մնացել, այսինքն։ Առանց այդ բառի կիրառման քրիստոնեական աղոթքները գուցե բոլորովին էլ տեղ չհասնեին։ Միջնորդ դիցը։ Այո, եթե հնչել է նրա անունը, անպայման եղել է նաև արձագանքը։ Իհարկե։ Եվ նաև աղոթքը, դե եթե չասեք այդ Աստվածը, շատ մեծ հարցական է որևէ արձագանք լինի, թե չէ։ Դա պատահականություն չի եղել, էլի։ Դա էլ պատահական։ Գոնե շատ լավ է, որ այդ ձևով պահպանվել է։ Եվ նշենք, որ քրիստոնեության ժամանակահատվածում նաև աղոթքը դիցի հետ կապված անցած անգամ մի փոքր անդրադարձ կատարեցինք, նորից հիշեցնեմ, որ նա բոլոր քրիստոնեական կառույցներում, եկեղեցիներում եւ ներկայիս սրբավայրերում նույնպես լսում է մեր ժողովրդի խնդրանքները եւ իր 1767 օգնական դիցերի հետ միասին կատարում են այդ խնդրանքները։ Իհարկե, խոսքը վերաբերվում է Արամազդի կողմնակից մարդկանց, ոչ թե Քրոնոսի տիրույթում գտնվողներին, նրանց խնդրանքները չի լսում նա։ Երևի ամենամեծ քանակով օգնականները ունի։ Այո, ամենամեծ քանակով օգնականները աղոթքինն են։ աղոթքին են։ Ինքը այսպես թե այնպես փոխարինել է բազմաթիվ դիցերի գործառույթ վերցրել է իր վրա, այսինքն դրվել է իր վրա։ Ամենի հատկապես եւ այո։ Եվ ամենի եւ մյուսների ինչ ասում ենք աղոթքին ենք ասում էլի։ Աղոթքին, աղոթք եւ Աստված։ Օգնականների քանակը շատ մեծ է իր։ Այստեղ ամենահետաքրքիր դիցերին մեր անդրադարձ կատարենք Հալդին եւ Խալդին։ Խնդրեմ Լիլիթ ջան։ Այդ անվանումներից կամ Հալդն է նշվում կամ Խալդը եւ թյուրն բռնում կա, թե ինչ որ ընկալման սխալ կա այդտեղ։ Այնինչ եւ Խալդեյերը եւ Խալդեյը կամ եւ Խալդը եւ Հալդը ոչ թե եղել են։ Ովքեր են Խալդն ու Հալդը։ Եթե Հայկը եղել է մի քանի քաղաքակրթության ծրագրի հեղինակ, Հալդն ու Խալդը ի սկզբանե Արամազդի կողմնակից բոլոր ազգերի անհատական մարդկանց ծրագրերի հեղինակներն են։ Այսինքն անհատական ծրագիրը գրվում է 2 տարով նրանց կողմից եւ տրվում է մարդուն 7 տարեկանից հետո։ Մինչև 7 տարեկանը երեխայի ամբողջ գործունեության եւ ճակատագրի համար պատասխանատու են ծնողները։ Այնպես չի, որ 7 տարեկանից հետո ծնողները այլևս պատասխանատու չեն, բայց երեխան սկսում է առաջին ինքնուրույն քայլերը, ինքնուրույն վերլուծելու փորձերը, իրականությունը եւ սկսվում է իմիջիայլոց երեխայի նաեւ վարկանիշը փոփոխվել։ 8 տարեկանից է դա սկսվում։ Հալդն ու Խալդը հաշվի առնելով տվյալ հոգու բոլոր վերամարմնավորումները, նրա անցած ճանապարհը, ընդունակությունները, կուտակած փորձը, գիտելիքները եւ այլն, գրում են ծրագիրը հոգուտ մարդու։ Այսինքն ծրագիրը գրվում է այնպես, որ տվյալ հոգին վերամարմնավորվելիս հնարավորություն ունենա արգելքները հեշտ հաղթահարել։ Այսինքն այն անմահության հասնելու ճանապարհին հնարավորինս օպտիմալ ճանապարհով անցնել։ Արգելքների հաղթահարումը լինի ավելի հեշտ։ 2 տարին մեկ ոչ թե ամբողջությամբ փոխվում է մարդուն տրված ծրագիրը, այլ 2 տարվա արդյունքում նրանք տեսան մարդը ինչպես իրեն դրսևորեց, ինչում տուժեց, ինչում շահեց, ինչ քայլ արեց, դեպի որ ուղղությամբ է զարգանում նրա մտածելակերպը եւ այլն, եւ փոփոխությունները հաջորդ 2 տարվա համար կատարվում են ըստ այդ եզրակացությունների։
Այսինքն երկնային տեր տիրուհիներից հետո հալդը եւ խալդը ունեն տիեզերքում ամենամեծ գործառույթը, ամենակարևոր։ Եվ մնացած բոլոր դիցերը իրենց օգնականներով եւ մնացած բոլոր հոգիները ենթակա են իրենց գործունեությամբ հալդին եւ խալդին։ Եվ հաշվետու են նրան եւ նրանց տնօրինության տակ են Ասա ընդհանուր համատեղ աշխատանքա բոլորի, որի գլխավերևում կանգնած են հալդը եւ խալդը։ Եվ այստեղ կարելի է նաև անդրադառնալ մեր շատ սիրելի երազին եւ երասին։ Այո, մեր շատ սիրելի երազ եւ երասքույրերը, ովքեր նույնպես կապված են խալդի հալդի հետ իրենց գործառույթներով, ինչու՞մն է կայանում նրանց գործառույթները։ Նրանք մեզ զգուշացնում են եւ տեղեկացնում են մեր ծրագրի սահմաններում ինչ շեղումներ են եղել եւ ինչ պետք է կատարվի։ Կախված նրանից, թե մենք ճիշտ ենք անում մեր քայլերը, թե սխալ ենք անում։ Եթե ճիշտ ենք անում, իհարկե երասը մեզ զգուշացնում է, որ ամեն ինչ շատ լավ է, մեր երազների միջոցով։ Իսկ երազը իհարկե մեզ զգուշացնում է, որ այստեղ սխալ բան կա, նախազգուշացում, որպեսզի մենք շտկվենք, ուղղվենք եւ ճիշտ քայլեր անենք մեր ծրագրից չշեղվելու համար։ Իսկ մարդիկ կան, որ ներողություն Գոհար ջան, ես մի միտք բաց թողեցի հալդի եւ խալդի վերաբերյալ, նրանց մայրը էլի Արտեմիսն է, այսինքն նրանք Հայկի հարազատ եղբայրներն են։ Այս նորից իգիտություն նրանց, ովքեր կարծում են, որ բնության ուժեր են դրանք։ Այո։ Այն մարդիկ, որ այդքան շատ ուշադրություն չեն դարձնում իրենց երազներին, ես կխնդրեի, որպեսզի նրանք շատ ուշադիր լինեն։ Երազը եւ երասը մեզ կարող են ուղարկել նաեւ տեսիլքներ։ Իհարկե, համաձայնեցնելով արդեն երկնային տեր տիրուհիների հետ, թե ինչ տեսիլքներ պետք է մեզ ուղարկվեն։ Մարդիկ կարող են օգտվել հնարավորությունից եւ երազին եւ երասին դիմեն, որպեսզի հասկանան, արդյոք ճիշտ են իրենք գործում, կամ իրենց սպասվելիք ինչ-որ մի բանի մասին, հետագա կյանքում, անելիքներում, կամ ինչ-որ մի գործ, որ արդեն սկսվում են, 3 անգամ կանգնում են կարևելք, խաչակնքվում եւ 3 անգամ դիմում Սուրբ երազ եւ Սուրբ երազ, կամ Սուրբ երազ, ու դիմում մեր խնդրանքով, որ դուք կուզեիք տեղեկություն ստանալ այսինչ կամ այնինչ բանի մասին։ Բա որ մարդիկ երազն տեսնում ու չեն հիշում։ Դե դա իհարկե շատ վատ է, այդպես էլ կա։ Չեք հիշում։ Շաքարաջուր խմեն, որ լավ հիշեն։ Չեմ կարող ասել, գիտեք, շատ դեպքերում, երբ կապը խաթարվում է տիեզերքի հետ, կապը այդքան լավ չի տիեզերքի հետ, հիմնականում այդ մարդիկ չեն հիշում, բայց երբ նրանք սկսում են արդեն ուշադրություն դարձնել, որովհետև ես պրակտիկայում ունեմ այդպիսի ծանոթներ, որ նախկինում իրոք երազը կարողատեսնեին, նախ շատ ուշ էին տեսնում, երբեք չէին հիշում, բայց այս գիտելիքներին արդեն տիրապիտելուց, տեղեկանալուց հետո այնպիսի երազներ են տեսնում, այնպիսի տեսիլքներ են տեսնում ու տրվում է նրանց արդեն այդ նաև հիշել։ Այսինքն նրանք մատերիալով չնայեն։ Այո։ Երբ մենք լուրջ ենք վերաբերվում այս ամենին եւ հատկապես տեղեկանում ենք այս գիտելիքներին եւ սպասում ենք մեզ տրվող երազներին, անպայման մենք կհիշենք դրանք։ Դրանք շատ կարեւոր են։ Երազ չի գալիս որ չնչին դեպքերում, շատ չնչին դեպքերում հնարավոր է դուք տեսնեք երազ, որը ձեզ չի վերաբերվում անձամբ։ Դրանք բացառիկ դեպքեր են։ Երբ որ որովհետև հոգու միջոցով դրանք տրվում են մեր հոգուն, մեր հոգին էլ մեզ է տալիս, եսա դաշտում նրանք մինչև ստանում են այդ ինֆորմացիան, կարող են տեսնել նաև երևույթներ, իրադարձություններ, որ մեր կյանքին չեն վերաբերվում, բայց իրենք տեսել են։ Եվ դա փոխանցվում է մեզ, որը մեզ հետ կապ չունի, լինում է այդպիսի բաներ։ Բայց հատկապես այն երազները, որը որ կարևոր նշանակություն ունեն մեր կյանքում, գիտեք, ցանկացած մարդ ինքը հասկանում է, որ սա շատ կարևոր է, այդ գաղափարը նրան տրվում է, այդ զգացողությունը, որ սա շատ կարևոր մի բան ասվեց կամ հուշվեց ինձ, անպայման դա ասվում է։
Եվ երազները կարող են նաև չհիշվել կոնկրետ պատճառով, եթե պետք չի դրանք հիշել։ Այդպես էլ լինում։ Իրենք ջնջում են քո հիշողությունից, որպեսզի դու չհիշես դա։ Ենթագիտակցության մեջ դա մնում է, անհրաժեշտ պահին դա կարող են արթնացնել, հուշում որպես մարդուն։ Բայց երբ որ պետք է քնացնել, այո։ Ապրեսի մասին խոսենք։ Խոսենք։ Ապրեսը նույնպես բացառիկ կարևոր գործառույթներից մեկն է իրականացնում տիեզերքում, բուժման գործառույթ, շտապ օգնության մակարդակով չասենք, որովհետև նաև երկարատև բուժումներն են ենթական նրան։ Ապրեսին նույնպես կարելի է դիմել ամենատարբեր իրավիճակներում, էլի դեմքով դեպի արևելք, խաչակնքել, 3 անգամ տալ նրա անունը եւ խնդրել այսինչ առողջական խնդրի օգնություն, այսինչ խնդրի դիմաց։ Եվ նորից խաչակնքել։ Եվ հավատացեք, շատ կիրառելի է։ Ես մի բան եմ sense ընդհանրապես արձանագրում, որ ամենաշատ կիրառելի բառերն են պաստորեն ըստեյության դիցեր։ Այո, եւ դրանք պատահական չեն։ Ամեն, աղոթք, ապրես։ Եվ այստեղ մի շատ գեղեցիկ անուն եմ տալու ես։ Մեր շատ սիրելի դիցեր, Սիրունը եւ Գեղեցիկը։ Ուրեմն մոգը, նրանց եղբայր։ Ուրեմն նրանք զավակներն են մեր Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Ափրոտի Դեի։ Եվ նաեւ գործառույթն է նրանց, իհարկե անուններից արդեն պարզ է, Սիրուն եւ Գեղեցիկ։ Սիրունը կին է, Գեղեցիկը տղամարդ։ Մենք նրանց կարող ենք դիմել մեր արտաքին գեղեցկության հետ կապված հարցերով։ Այո, եթե ինչ-որ մեկը խնդիր ունի արտաքին գեղեցկության հետ, կուզեր ինչ-որ փոփոխություններ լիներ իր մոտ, նա կարող է նույնպես շրջվել արևելք եւ դիմել Սիրունին եւ Ապրեսին, կանայք կարող են դիմել Սիրունին եւ կարող են դիմել Գեղեցիկին, տղամարդիկ, որպեսզի վերականգնի իրենց առողջությունը, իրենց գեղեցկությունը։ Իսկ մոգի պարագայում նրանք կարող են դիմել մոգին, մոգը իդեպ ասեմ տղամարդ է, իրենց գրավչությունը եւ հմայքը վերականգնելու համար։ Նա պատասխանատու է մարդու գրավչության եւ հմայքի համար։ Այնպես որ արա գեղեցիկ են, երբ որ գեղեցիկ են կոչել, դա ոչ թե ուղղակի սիրուն տղա է եղել դրա համար, այլ նրան նույնացրել են դիցի հետ, այնքան գեղեցիկ է եղել։ Անդրադառնանք Էթեր եւ Եդեմ քույր դիցերին, ովքեր բնության ուժերի տնօրինողներ են։ Եթերը պատասխանատու է պարզ, թափանցիկ, մաքուր, առողջարար օդի գոյության համար։ Նա տնօրինում է բնության բուժիչ ուժերը եւ մաքուր օդը հատկապես։ Եդեմը էլի բնության բուժիչ ուժերի հովանավորն է, որը վերաբերվում է արդեն անտառային, բուսական, միջավայրին, այնտեղի բուժիչ ուժերի հովանավորը։ Հասկանում ենք, չէ, որ ընդհանրապես բուժում ասվածը իրենց մոտ որևէ առնչություն չունի քիմիական բեղորայքի հետ։ Բուժում ասածը նույնքան գիտական է, որքան մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում, ամեն ինչ ճիշտ չափաբաժիններով օգտագործելու մեջ է բուժումը, նախ եւ առաջ սնվելու։ Եվ դրա հետ միաժամանակ նրանց բոլոր դեղամիջոցները բնական են, բնությունից վերցրած, հիմնականում բույսերից, նաև գուցե միներալներից եւ այլն։ Այդ ուժերի տնօրինողը մեր Եդեմն է։ Հաջորդը Ես կուզեի այստեղ մի փոքր անդրադարձ կատարենք մեր նախկին հաղորդման ժամանակ մենք խոսել ենք նարեկացու մասին։ Այնուհետև կշարունակենք դիցերի թեման։ Ուրեմն նարեկացին, սա մեր վերջին ճշտումներն են,
6 տարի եւ 5 ամիս ճգնել է։ Այդ ընթացքում 3 ամիս անընդմեջ նա գտնվել է այդ երրորդ վիճակում, որի ընթացքում էլ նրան տրվել է այդ հնարավորությունը գրելու նարեկը, այսինքն այդ ժամանակ է նա գրել։ Բայց 3 ամիս ասվածը դա չի նշանակում, որ 24 ժամ օրվա մեջ շարունակաբար։ Մարդը ինչպես է նստում ստեղծագործելու, կարող է եւ ցերեկը լինի եւ գիշերը դա էական չի, մի քանի ժամ կտրվի ամբողջ այս աշխարհից, ամենից եւ մտնի ստեղծագործական իր այդ վիճակի մեջ եւ անցում է կատարում այս ընթացքում դեպի երրորդ վիճակ եւ այնտեղ էլ առաջին վիճակը, որը որ շատ մոտ է արթունին, այդ ժամանակ ամենի օգնությամբ նա ստեղծագործում է եւ գրի է առնվում արդեն ստեղծագործությունը մեր այո շատ հայտնի եւ սիրելի եւ շատ օգտակար։ Սա այսպես, իսկ ընդհանուր առմամբ նա ստեղծագործել սկսել է 25 տարեկանից, ունի թվով 156 գրված ստեղծագործություններ, որոնցից մինչև այժմ մեզ հասել է եւ պահպանվել է 57-ը։ Իհարկե նրանցից կան նաեւ մատենադարանում պահված եւ որոշները անհատների ձեռքում են այդ ստեղծագործությունների։ Կգա ժամանակը դրանք կբացահայտվեն, իրենք կասեն այդ մասին, իսկ այժմ այսքան հնարեկացու մասին։ Շնորհակալ ենք հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Երևի թե խոսենք Վահագնի մասին։ Մեր ռազմի աստծո։ Այո։ Իր վերաբերյալ քիչ թե շատ ճշգրիտ ինֆորմացիա է պահպանվել Միհրի եւ Վահագնի։ Նրանք երկուսն էլ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի օգնականներն են ռազմի գծով։ Վիշապաքաղներ։ Վահագնը տնօրինում է ռազմի դաշտում ռազմական ոգին, այսինքն ոգեղեն ուժերը, բնականաբար, որոնք բերենացում ֆիզիկական ուժի, նրա օգնությամբ են կայանում, ակտիվանում։ Նա եղել է Գարեգին Նժդեհի անմիջական, կարելի ասել, օգնականը ռազմի դաշտում։ Այդ որտեղից գիտեք։ Դա ես տեղեկացել եմ շատ տարիներ առաջ նրա կենսագրությամբ հետաքրքրվող մասնագետներից, հիմա չեմ ուզում անուն տալ, բայց շատ բան կարող ենք տեղեկանալ, բայց չճշտվի։ Մենք դա հետագայում ճշտեցինք հարցման միջոցով, եղել է նման բան, թե ոչ, եւ հաստատվեց, որ այո, եղել է։ Խուստուփի վրա նախ հանդիպել են նրանք եւ Նժդեհի ամբողջ ռազմական գործունեությունը, այդ նվաճումները, այդ հաջողությունները եղել են Վահագնի աջակցությամբ, բայց որևէ հանկարծ միտում չտեսնեք Նժդեհի գործունեությունը թերագնահատելու կամ ինչ որ նստեմացնելու նրա դերը։ Բացարձակ Վահագնը ամեն մեկին չէր հանդիպում եւ չէր էլ հանդիպի։ Նրանք գիտեին ում վրա են դնում, այսպես ասած, հույս չասենք, ում են հավատում։ Ինչ վերաբերվում է Միհրին, Միհրին էլ անդրադառնում մի անգամից ռազմի գծին։ Այո։ Միհրը ռազմի դաշտում պատերազմում ստրատեգիական տեղորոշիչ աշխատանքների հովանավորն է, նրա կազմակերպողը, ուղղորդողը, այդ է իր գործառույթը։ Գծագրեր, քարտեզագրումներ, այո։ Իսկ ինչպես ճիշտ քայլերն անել։ Միասին նրանք ներկա են մեր բոլոր կարևոր ռազմի գենշտաբի գանգին չեն ուզում երկուսով տան։ Ուզում են։ Քանի որ խոսեցինք Միհրի մասին, ես կուզեի արդեն այստեղ անդրադարձ կատարել Միհյանների վերաբերյալ, ուրեմն մեզանում տարածված Մեհյան անունը, որը որ ասվում է այսպես, որ սրբավայրերը նաև կոչվում են Մեհյաններ, ասեմ ձեզ, որ սրբավայրերից ոչ բոլորն են կոչվում Մեհյաններ եւ ոչ թե Մեհյաններ, այլ Միհյաններ, քանի որ նրանք կրում էին մեր Միհրի անունը, նրա անունով են, ի պատիվ Միհրի, եւ նրանք թվով 8-ն են Միհյանները։ Նաեւ հիշատակվում է Բագին անունը,
բագիններ, այստեղ պիտի նշեմ, որ բագինը նույնպես դից է, կին, որի անունով մենք ունենք 13 սրբավայր։ Այդ կարող է, հետո էլ բագինյա է ստացվում։ Իհարկե։ Այդ դա պահպանվել է այո, այլ լեզուներում նույնպես իհարկե։ Ես ինչ բացահայտումներ ենք անում։ Տիրին անդրադառնանք Լիլիթ ջան։ Սիրով Տիրը եղել է եւ կա գիտության, գրչության հովանավոր դիցը, միաժամանակ թող լավ լսեն մեր ռազմական արդյունաբերության ոլորտի մասնագետները եւ դիմեն նրան, եթե մի խոսքով եղել է եւ կա ռազմական արդյունաբերության, զենք զինամթերքի արտադրման, նախագծման գիտական կողմի հովանավոր դիցը։ Այսինքն բացի ընդհանուր գիտություն, կրթություն հովանավորել է, հենց զենքերի արտադրությունը, հայտնագործումը, նրանց նախագծումը պատկանում է Տիրին։ Տիրի հետ կապված։ Տիր թե տիր։ Տիր, այո։ Առաջին ավերվող սրբավայրերից մեկը, կարծեմ հենց առաջինը Տիրինն է եղել, եւ դա էլ պատահական չի։ Մի հատ լավ նայենք ինչն են ավերելով գնացել։ Դպրությունը։ Ամբողջը։ Եվ հիշողությունը, եւ կրթությունն ու գիտությունը։ Ամբողջ տեղեկատվությունը, ամբողջ դիցերի հետ շփումը, երկնային տերտիրուհիների մասին տեղեկությունը ոչնչացված է։ Դրա համար այսօր մեզ շատ են դիմում նման հարցով։ Ինչու եք խառնում հելենիստական անունները, որտեղից եք գտել, բերել, մի խոսքով թանկագիններս, ոչինչ չենք խառնում։ Բացի Անաիդայից մնացած տիրուհիների անունները նույնքան սիրված, հարգված եւ ընդունելի են եղել հայկական լեռնաշխարհում։ Պարզապես դրանք չեն պահպանվել, որովհետև չեն պահպանվել աղբյուրները։ Եվ հետո գիտենք ում մատն է խառը այս ամենին, որը հակառակ նպատակն է նաև իրենց իրականացրել, հակառակը Աստրիկի անունն է տարածվել, որը ոչ մի տաճար չունի հայկական լեռնաշխարհում, չի ունեցել։ Անցնենք Տիրին։ Տիրի հետ կապված ունենք հրաշալի մի տոն տրնդես, որը իրականում եղել է Տիրին տես։ Ուրեմն Տիրը հրավիրված է եղել երկիր իր կոռնուհու հարսանիքին։ Դա եղել է մարտի 5-ին։ Ժամանակաշրջանը դեռ չենք ճշգրտել, անկեղծ ասած դա երբ է եղել։ Եվ երեկոյան մութ ժամանակ, երբ որ նա ժամանել է, նա եկել է հրավերքին իր ամբողջ իրական հասակով, 6 մետր իր հասակով։ Եվ որպեսզի նրան դիմավորեն ամբողջությամբ տեսանելի լինի, հսկայական խարույկ են վառել նրա պատվին։ Ինչքան պիտի խարույկը մեծ լինի, որ 6 մետրանոց մարդը ամբողջությամբ երևա։ Եվ այդ տոնախմբությունը, այդ ընդունելությունը շատ արմատավորվել է, տպավորվել է ավելի շուտ ժողովրդի մեջ։ Տիրին դիմավորելու այդ օրը վեր է ածվել տոնի։ Ամեն հետո արձագանքները, եթե մենք նայենք, անպայման կապ ունի ամուսնության հետ այդ տրնդեզի կրակը, անպայման երեկոյան են անում, բայց ինչ է եղել դրա հիմքը, իհարկե մենք բացահայտեցինք։ Շնորհակալություն այսօր այսքանը, շնորհակալ ենք նաև ձեզ մեր ալիքին բաժանորդագրվելու եւ մեր հարցազրույցը դիտելու համար։ Սա Life for Media YouTube-յան ալիքներ։